Սա Թուրքիայի ամենաազդեցիկ կրոնական միության իսլամիստական Միլի Գյորուշի Եվրոպան գրավելու հստակ ծրագրերից մեկն է։ Ոչ ավելի, ոչ պակաս Եվրոպայի մայրաքաղաք Ստրասբուրգում ցանկանում են կառուցել թուրքական ամենամեծ մզկիթը։ 5 տարի առաջ թուրքական լոբին նույնիսկ կարողացել էր Ստրասբուրգի իշխանություններից 2.5 միլիոն եվրո դրամաշնորհ կորզել, որը նախագծի ուղիղ 10%-ն է։ Սակայն մեծ սկանդալի հետևանքով Միլի Գյորուշն իր դիմումը հետ վերցրեց, իսկ շինարարությունն այս պահին սառեցված է։ Ինչ է սպառնում Ֆրանսիայի 600 հազարանոց հայ համայնքին թուրքական Բոսֆորի ինստիտուտի լոբիի սպառնալիքների պայմաններում։ Ֆրանսիացի քաղաքագետ Ալեքսանդր Դել Վալի համոզմամբ, եթե առաջիկայում Ֆրանսիայի ձախերն ու բնապահպանները գան իշխանության, ապա հայ համայնքը մեծ դժվարությունների առջև կկանգնի։ Երբ ծայրահեղ ձախերը ավելի մեծ կշիռ ունենան Ֆրանսիայում, հուսով եմ երբեք դա տեղի չի ունենա, բայց եթե ծայրահեղ ձախերը ավելի մեծ կշիռ ունենան, կարծում եմ նույնիսկ եթե պատմականորեն Ֆրանսիայի կոմունիստները հաճախ եղել են Հայաստանի մեծ բարեկամները և բազմաթիվ պատճառներով, օրինակ որ Թուրքիան ՆԱՏՕ-ում էր, ցեղասպանության հիշողության պահպանման հարցը, նաև շատ հայեր վաղուց քվեարկում էին կոմունիստների օգտին, որովհետև նրանք աղքատ էին ի սկզբանե, և այլն, բայց կարծում եմ, որ եթե մի կողմ դնենք կոմունիզմը, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը, եթե ֆրանսիական ծայրահեղ ձախ տրոցկիստական Մեդիապարտի կամ Բոնիֆասի կամ Մելանշոնի կամ բնապահպանական ուղղվածությունը գա իշխանության, ապա հայերի համար բարենպաստ պայմաններ չեն լինի։